այդպիսի բացման կապակցությամբ։ Ողջունի համար խոսքը տրվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար պարոն Արծվիկ Մինասյանին։ Մեծարգո պարոն նախագահ, այս ցուցահանդեսը հնարավորություն է տալիս նախ Հայաստանի և Արցախի արտադրողներին մեկտեղելով ջանքերը ցուցադրել մեր ըստ էության տնտեսական հզորությունը։ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին ընդառաջ սա է տնտեսության զորահանդեսն է։ Ըստ էության ցուցադրելով մեր արտադրողների կարողականությունը մենք կարողանում ենք մի քանի հստակ ուղերձներ։ Առաջինը անկախ նրանից, ինչպիսի արտաքին և ներքին մարտահրավերներ են ձևավորվում, մեր արտադրողները վիճակ են, ունակ են ստեղծելու, արարելու բարիքներ, արտադրանքներ և ոչ թե պարզապես արտադրանք, այլ միջազգային մրցունակությանը համապատասխանող արտադրանքներ։ Երկրորդ ուղերձը ուղղված է մեզ բոլորիս, ներառյալ աշխարհասփյուռ հայությանը, որակյալ հայկական արտադրանքի ձեռքբերումը, օգտագործումը հնարավորություն է տալիս հզորացնել մեր երկրի տնտեսությունը։ Եվ վերջապես երրորդն ուղղված է թե օտարերկրյա, թե ներքին ներդրողներին։ Ներդնելով Հայաստանի տնտեսության մեջ, դուք կարողանում եք բազմապատկել ձեր ներդրումները, ձեր շահույթը, պայմանավորված ծրագրային ելույթը 2016 թվականի փետրվարի 12-ին, այնուհետև հատուկ շեշտադրումը տնտեսական քաղաքականության ուղղությամբ այսօր և հետագայում շարունակվելու է ներկայացումը։ Հայաստանում հնարավոր է արտադրանք, որը կարող է աշխարհում մեկ և բոլորին ապահովել որակյալ վաղը նախատեսված է մի մեծ ֆորում, որտեղ թե ԵԱՏՄ շրջանակներում և թե նաև պատրաստ է ներգրավելու մեծածավալ ներդրումներ, ծելու ժամանակակից արտադրություններ և մենք պատրաստ ենք աշխարհում մեկ Թույլ տվեք Հայաստանի զարգացման հիմնադրամի անունից ողջունելու բոլորիդ 8-ամյա գիտոնադարությունների շրջանակում յուրովի հաշվետվություն է Հայաստանի արդյունաբերության, թեթև արդյունաբերության, տեղավորության, հանքարդյունաբերության, շինանյութերի, ճշգրիտ ճարտարապետության, Իրաքի Հանրապետությունից, Լիտվայից, ինչպես նաև ակնկալվում է ցուցահանդեսի շրջանակներում նաև հիմք կդրվի շատ ներդրումային ծրագրերի, որոնք իրականություն կցանկանայի նշել հայկական Սիմարտեք ընկերության և լիտվական Սոլիտեք ընկերության կողմից, որը Հայաստանում դարձի ժամանակակից արևային անունը։ Ինչպես նաև կուզենայի նշել Օփարտ ընկերությունը, որի նախագահը այսօր ստեղ է նաև բազմաթիվ նոր արտադրությունների և ծառայությունների, որոնք իրենց սկզբնական, բայց և կայուն քայլերն են անում ոչ միայն Հայաստանի տնտեսության, այլ նաև իրենց ուրույն դերն են կրում միջազգային տնտեսության մեջ։